Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Փոխանցումներով ռուս-ամերիկյան մրցավազք է սկսվել տարածաշրջանում։ Մեսիջներ են ուղարկվում Մոսկվայից եւ Վաշինգտոնից, պատրաստակամություն հայտնելով ներդրում ունենալ Սյունիքում նախատեսված իրականացվելիք Թրիփ նախագծում։ Ոչ պաշտոնական, սակայն արևմտամետ ուղղվածություն ունեցող քաղաքագիտական համայնքը լուր տարածեց, թե հունվար-փետրվարին Ամերիկայից բարձրաստիճան պաշտոնյաների այց է սպասվում Հայաստան, եւ որ անվտանգային առումով բարձր պատրաստվածության համար նախապատրաստական աշխատանքներ են տարվում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյայի այցն ինչ խոսք կապված կարող է լինել օգոստոսի 8-ին նախաստորագրված պայմանավորվածությունների, մասնավորապես Թրիփ նախագծի հետ։ Քաղաքագետ վերլուծաբանները սակայն համոզված չեն, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյան կայցելի Հայաստան։ Շատերի դիտարկմամբ խոչընդոտներ կարող են լինել։ Արդյոք կկայանա այդ այցը, որովհետև մենք հիշում ենք, որ Թրամփի որդու մասին էր գրվում, որ նա այցելելու է Հայաստան, բայց ինչ-որ մի պահ այդ այցը չեղարկվեց։ Մինչև փետրվար եւ մարտ տարբեր իրադարձություններ կարող են տեղի ունենալ, որոնք կստիպեն կամ կարող են ազդել Վենսի Հայաստան կատարելիք այցի չեղարկման վրա։ Հայաստանի իշխանությունները սրտաբաց աշխարհին տարածաշրջան, մասնավորապես Հայաստանի հարավ են հրավիրում նախատեսվելիք ծրագրերում ներդրում կատարելու համար։ Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Չինաստան, Թուրքիայի հնարավոր մասնակցությունը եւս պատրաստ են օրվա իշխանությունները քննարկել։ Բոլորին դռնբաց պատրաստ են ընդունել։ Հնարավոր է նախագծի իրականացումը, եթե գլոբալ առումով պետություններ կան, որ ոչ բոլոր հարցերում են միմյանց հետ հաշտ ու համերաշխ։ Միացյալ Նահանգների նախագահան Անկորիջից հետո հայտարարեց, որ Թրամփի ուղուն կարող են նաև երրորդ երկրներ մասնակցել, ըստ էության գնդակը թողնելով Հայաստանի եւ այդ երրորդ երկրների դաշտում։ Երրորդ երկիր կարող է լինել Թուրքիան, Իսրայելն է հայտ ներկայացնում, Ռուսաստանն է իր մասին անընդհատ հիշեցնում, այսինքն այստեղ Միացյալ Նահանգները փաստացիորեն մի բան հասկանում է հստակ, առանց տարածաշրջանային տերությունների գետնի վրա հնարավոր չէ հասնել որոշակի եւ կոնկրետ պայմանավորվածությունների։ Միջանցքի ամբողջ իմաստը այն է, որ դա այնտեղ Ռուսաստանը մասնակցություն չունենա։ Եթե Ռուսաստանը այդտեղ մասնակցություն ունեցավ, ես չեմ կարծում, թե հնարավոր կլինի Թրիփը դարձնել միջին միջանցքի մաս։ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջև ակտիվ երկխոսություն կա, Եվրոպան էլ փորձում է ակտիվորեն ներգրավել, բայց Եվրոպան կտրականապես դեմ է Ռուսաստանի մասնակցությանը։ Ռուսաստանը նախագահի մակարդակով հայտնեց, որ պատրաստ է համատեղ աշխատել հին երթուղիների վերականգնման, նոր երթուղիների ստեղծման ուղղությամբ։ Раскрывающая границы Армении. Ռուսաստանը դիտարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստան մատակարարվող բեռների անվանացանքն ընդլայնելու հնարավորությունը։ Եթե այս հարցը բարձրացվում է երկու երկրների ղեկավարների նաև հանդիպան ժամանակ եւ Հայաստանի ղեկավարը նման առաջարկ խնդրանքով դիմում է ռուսական կողմին, նշանակում է առնվազն, որ մենք չենք առարկում Թրիփին ռուսական կողմի մասնակցության։ Այս հարցում կարծես թե չեզոք դիրք է բռնել, համենայն դեպս նրա մասնակցության առումով ակտիվություն առաջարկ դեռ չկա, սակայն Իրանը լինելով Ռուսաստանի Դաշնության ռազմավարական գործընկեր, եթե տեսնի Ռուսաստանի ներգրավվածությունը ծրագրում, ընդունելի կհամարի թեկուզ եւ Թրիփ նախագծում ամերիկյան կողմը եւս ներգրաված լինի։ Եթե Ռուսաստանը չմասնակցեց եւ դա լինի միայն արևմտամետ պրոյեկտ, Իրանը դեմ է լինելու եւ այդ դեմ լինելը ըստ վերլուծաբաների միայն խոսքերով չի արտահայտվի, այլ նաեւ գործողություններով։ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը հերքել է սոցցանցերում տարածված այն տեղեկությունները, թե իբր ադրբեջանական զինված ուժերը անկանոն գրակոծներ են արձակել Հայաստանի Հանրապետության դիրքերի ուղղությամբ։ Բաքվի դատարանում անկախ լրատվամիջոցների, փաստաբանների եւ միջազգային կառույցների բացակայությամբ շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների եւ մյուս գերիների գործով կեղծ դատավարությունը։ Ինչպես հայտնել էինք ավելի վաղ դեկտեմբերի 22-ին Բաքվի դատարանում իր վերջին խոսքի ժամանակ Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանն իրեն մեղավոր չէր ճանաչել։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ դատավարության ընթացքում շարունակել են լսել հայ գերիների եզրափակիչ դատական խոսքը, որի ժամանակ իրեն մեղավոր չի ճանաչել նաև Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը։ Ինչ վերաբերում է Արցախյան առաջին մարտերին պաշտպանության բանակի նախկին հրամանատարի մասնակցությանը, Լևոն Մնացականյանը շեշտել է, որ չի մասնակցել թունելի եւ Բաշլբելի գործողություններին, որում Բաքվում իրեն մեղադրում են։ Բաքվում հայ գերիների գործով դատական լսումները կշարունակվեն դեկտեմբերի 25-ին։
Ռուսաստանը դիտարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստան մատակարարվող բեռների անվանացանքն ընդլայնելու հնարավորությունը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկը։ Փոխվարչապետը հստակեցրել է, որ մշակվում է այդ տրանսպորտային միջանցքի այլ տեսակի բեռների, այդ թվում հանքային պարարտանյութերի փոխադրման համար օգտագործելու հնարավորությունը։ Բացի այդ, Օվերչուկը հիշեցրել է, որ վերջերս Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքով շարժակազմ։ Զուգահեռաբար Մոսկվան եւ Երևանը քննարկում են հակառակ ուղղությամբ Հայաստանից Ռուսաստան Ադրբեջանի տարածքով տարանցիկ փոխադրումների կազմակերպման հեռանկարը։ Փոխվարչապետի խոսքով նման քայլերը դեռ վերջերս քիչ հավանական էին թվում, սակայն այժմ դրանք սկսում են գործնական բովանդակություն ստանալ։ Դեսպան Նարեկ Մկրտչյանը Սպիտակ տանը հանդիպում է ունեցել նախագահ Թրամփի հետ նորանշանակ դեսպանների համար կազմակերպված միջոցառման շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ Նարեկ Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Թրամփին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ ցուցաբերած հետևողական ջանքերի, ինչպես նաեւ օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ձեռք բերված պատմական համաձայնության եւ ստորագրված փաստաթղթերի համար։ Իր հերթին Թրամփը շնորհավորել է հայ ժողովրդին, ընդգծելով, որ վերջինս արժանի է կայուն խաղաղության եւ վերահաստատել է իր անվերապահ աջակցությունը խաղաղությանն ուղղված գործընթացներին։ Նախագահ Թրամփը Հայաստանի Հանրապետության վարչապետ Փաշինյանին է փոխանցել նաև անձնական մակագրությամբ նվեր՝ ի նշան բարձր գնահատանքի։ 2025-ին Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 3 երկրի հետ՝ Սողոմոնի կղզիներ, Պակիստան, Լեսոթո։ Տարին ամփոփելով հիշեցրել են արտգործնախարարությունից։ Այսպիսով, Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ ունի 186 երկրի հետ, արտաքին քաղաքական գերատեսչությունը ամփոփել է նաև դեսպանատների բացման գործընթացը։ 2025-ին Հայաստանի նոր ռեզիդենտ դեսպանություններ են հիմնվել Կիպրոսում, Հունգարիայում եւ Օմանում։ Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է $250 միլիոն ֆինանսավորում աջակցելու Հայաստանում բնակարանային աջակցության եւ հիփոթեքային շուկայի զարգացման ծրագրին։ Այս գործառնության նպատակն է ապահովել մատչելի բնակարանային հասանելիությունը փախստական ընտանիքների համար եւ ամրապնդել երկրի բնակարանային եւ հիփոթեքային համակարգերը։ Կառավարությունն առաջարկում է հողային օրենսգրքում փոփոխություններ կատարել համայնքային ու պետական հողերը մայր աթոռին եկեղեցիների շինարարության ու սպասարկման համար տրամադրել ոչ թե անհատույց սեփականության, այլ բացառապես անհատույց օգտագործման իրավունքով։ Համապատասխան նախագիծը կառավարության նիստում կքննարկվի։ Նախագծի հիմնավորումներում չեն նշել, թե ինչու է այս փոփոխությունն իրականացվում։ Միջգերատեսչական քննարկումների ընթացքում սա ֆիքսել է նաև Արդարադատության նախարարությունը, շեշտելով, որ ներկայացված հիմնավորումից հնարավոր չէ լիարժեք ձևով գնահատել նախագծի ընդունման նպատակահարմարությունը, քանի որ բացակայում են ընթացիկ իրավիճակի խնդիրների կարգավորման նպատակի եւ ակնկալվող արդյունքի համապատասխան վերլուծությունները։ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տվյալներով 2025 թվականի հունվարից հոկտեմբեր ամիսներին դրամական փոխանցումների ներհոսքը Հայաստան դոլարային արտահայտությամբ կազմել է $4 միլիարդ 761 միլիոն։ Նույն ժամանակահատվածում Հայաստանից դրամական փոխանցումների արտահոսքը կազմել է $3 միլիարդ 614 միլիոն։ Դեկտեմբերի 24-ին, 25-ին եւ 26-ին Միացյալ Նահանգներում նշվող տոների կապակցությամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը փակ կլինի։ Այս մասին հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։ Աշխատանքը կվերսկսվի դեկտեմբերի 29-ից։ Հանրապետությունում արկա հզոր անտիցիկլոնը, որն ապահովում էր արևառատ եղանակ, դեկտեմբերի 26-ից քայքայվելու է։ Այս մասին Facebook-յան իր էջում ասել է հիդրոթերապևտաբանության եւ մոնիթորինգի կենտրոն ՊՕԱԿ-ի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։ Դեկտեմբերի 27-ի երեկոյան ժամերից դեկտեմբերի 28-ին այն իր տեղը զիջելու է հզոր ցիկլոնին, որը բերելու է տեղումներ լեռնային շրջաններում ձյան տեսքով, նշել է նա։ Նախընտրական աժիոտաժ Հայաստանում արդեն կա, բայց ընտրությունների հստակ օր դեռևս ոչ։ Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2026 թվականի հունիսի 2-ից 12-ն ընկած միջակայքում։ Այդ ժամանակահատվածում միակ կիրակին հունիսի 7-ն է։ Խորհրդարանական ընտրությունների դեպքում ընտրությունները կիրակի օր նշանակելու պահանջ չկա օրենքով, սակայն ընդունված է, բոլորը գիտեն, որ պետք է լինի կիրակի օրը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը այնուամենայնիվ հորդորում է սպասել Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից ընտրությունների օրվա նշանակմանը։ Եթե նախագահ այլ օր որոշի այլ օր նշանակի, այստեղ կրկին
այլ այսպես ասենք իրավական հետևանքներ, այսինքն պիտի միատել կառավարի, որտեղ եթե ասենք այդ կիրակին չնշանակի աշխատանքային օր նշանակի, այնտեղ ոչ աշխատանքային օր հայտարարելու խնդիր կառաջանա, պատկերացիք չէ, այսինքն շղթայական նոր այսպես իրավական կարգավորումների անհրաժեշտություններ կառաջանան։ Այս ընտրություններում ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կիրառվելու են մոնիթորինգի ու վերահսկողության մի շարք գործիքներ, գործընթացը ավելի պատշաճ ու ժամանակակից գործիքակազմերով իրականացնելու համար։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ մոնիտորինգային ծրագրեր է կիրառել, որոնք հնարավորություն կտան մեզ ասենք համացածում տեղի ունեցող գործընթաց քարոզչությունը ավելի փաստարկված եւ հնարավորինս ընդգրկուն ծավալներով դիտարկել մոնիտորինգի ենթարկել։ Հաջորդ տարին Հայաստանում բավականին ակտիվ է լինելու ընտրությունների առումով։ 2026 թվականի աշնանը Հայաստանում տեղի կունենան խոշոր թիմ ընտրություններ։ Դրանք կանցկացվեն 46 համայնքում։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար սահմանվել է 3 ընտրական օր՝ սեպտեմբերի վերջին կիրակին, հոկտեմբերի վերջին կիրակին եւ նոյեմբերի վերջին կիրակին։ 10,000-ից ավելի դեպք 10 ամսում կենդանիների կողմից մարդկանց տուժելու դեպքերի թիվը տարեց տարի աճում է։ Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին գրանցվել է 10,150 դեպք, ինչը զգալիորեն գերազանցում է նախորդ տարիների նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Տուժածներից 3481-ը մինչև 18 տարեկաններն են, ինչը գրանցված դեպքերի շուրջ 1/3-ն է։ Իդեպ պարզվում է խնդիրը հատկապես սուր է գյուղական համայնքներում։ Գրանցված դեպքերից 3141-ը արձանագրվել է գյուղերում։ Խանութ գնալու ընթացքում էր, փողոցում վստահ հանգիստ անցնում էի, շանը տեսա, բայց ագրեսիվ որևէ վարքագիծ չնկատեցի ու կողքով հանգիստ անցա, մտքովս էլ չանցավ, որ կհարձակվի։ Հարձակվեց, թռավ, ոտքս բռնեց, կառքին կծեց, մի քանի րոպե պոկվել չէի կարողանում։ Շատ վախեցա, հիմա նույնիսկ երեխաներիս մենակ խանութ գնալ չեմ թողում։ Հետաքրքրական է, որ 2024 թվականի հունվար-հոկտեմբերին կենդանիների կողմից տուժելու դեպքերի թիվը 8861 է եղել, 2023-ին նույն ամիսներին 6919։ Մասնագետները չեն հերքում իրավիճակի լրջությունը, սակայն ընդգծում են, ներկայացված տվյալների ամբողջական պատկեր չեն տալիս, դրանցում հստակեցված չէ, թե դեպքերից քանիսն են կապված տեր ունեցող կիսատեր կամ թափառող կենդանիների հետ։ Միևնույն ժամանակ նրանք ընդգծում են, որ շատ դեպքերում երեխաները պարզապես չեն կարողանում ճիշտ արձագանքել կենդանու ագրեսիվ վարքին, ինչն էլ մեծացնում է վնասելու վտանգը։ Շատ դեպքերում կարա կենդանու բնազդային ինչ-որ բանից էլ լինի, մոխմակային հոգեբանություն լինի եւ այլն, ես չեմ ասում, որ երբեք շները անտեղի չեն հարձակվում։ Պատահում է նաեւ, որ իրենց բնազդային տարբեր կանչերից ելնելով, այո, կարող են եւ պաշտպանել իրենց տարածքը զույգին կամ ձագերին։ Բայց ավելի շատ մարդկային գործոններ մենք շներին ընկալում ենք որպես վտանգ, երեխեքին սովորացնում ենք քարով խփի, քացով խփի, իսկ շունը ինքը բնազդային էակ է։ Եթե իրան մի երեխա խփեց, ինքը հետո չի տարբերելու այդ երեխուն, իր համար երեխա հասկացությունը լինելու է վտանգ։ Եվ այդ ֆոնին ինքը կարա նաև այլ երեխաների վրա հարձակվի։ Կենդանապաշտպանները պնդում են, թե թափառող կենդանիների ոլորտում բավարար եւ արդյունավետ աշխատանք չի իրականացվում։ Խնդիրները վերաբերում են նաև սինանտրոպ եւ վնասատու համարվող կենդանիներին, մասնավորապես առնետներին, ինչն ուղղակիորեն կապված է աղբի վերամշակման եւ կառավարման բացերի հետ։ Նրա գնահատմամբ իրավիճակը օրեցօր ավելի է սրվում։ Ինչու՞ չեք կարողանում եք վերջապես թվով ամենափոքր եւ ծավալներով ամենամանր խնդիրը թափառող կենդանիները վերջապես մեր երկրում լուծել։ Գիտականորեն հիմնավորված եւ գործնականում ապացուցված միակ տարբերակը ցանկացած կենդանիների եւ հատկապես թափառող կենդանիների հիմնախնդրի լուծման դա զանգվածային ստեղծման խնդիրն է։ Դա միայն կենդանիների բռնել եւ ստեղծելը չէ, դա նրանց հաշվառումն է, գրանցումն է, ճճվաթափումն ու պատվաստումն է։ Մարդու համար վարքի տեսանկյունից անվտանգ կենդանիների տարածք վերադարձնելն է։ Թեև վերջին 2 տարիներին Հայաստանում մարդկանց մոտ կատաղության դեպքեր չեն արձանագրվել, 2025-ին գրանցված 2 դեպքերը ազդակ են համակարգի համար։ Օրեցօր սրվող խնդրի կանխարգելումը պահանջում է համակարգված ու պատասխանատու մոտեցում։
Դեկտեմբերի 24-ին Թբիլիսյան խճուղի 14 կոտրակ 2 հասցեի մոտ բախվել են Տեսլան, Մերսեդեսը ու Դեուն։ Տեսլան եղել է կայանված 2 հոգի, որոնց առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած փրկարարծարայության Երևանի թիվ 5-րդ շրջփրկարարական ջոկատի փրկարարներն ու շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխվել են հիվանդանոց։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։ Դեկտեմբերի 23-ին ավազով բարձված կամազ բեռնատարը Եղվարդի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին, կոտրել դրանք ու գողաշրջվել։ Գազի արտահոսք է սկսվել։ Օպերատիվորեն ժամանել են Գազպրոմ Արմենիա Կոտայքի մարզի ԳԳՄ-ի աշխատակիցները, դադարեցրել են գազի արտահոսքը։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի պարեկները։ Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Դեկտեմբերի 23-ին Դալար Այգեստան Դվին ճանապարհին բախվել են 47-ամյա Վահագն Սարգսյանի Վոլգան եւ 30-ամյա Վահե Մկրտչյանի Հյունդային։ Վերջինը կողաշրջված հայտնվել է փոսում։ Հյունդայի վարորդը դիմել է արտաշատ բժշկական կենտրոն, տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի առաջին վաշտի առաջին դասակի պարեկները։ Դեկտեմբերի 23-ին Երասխ Երևան ճանապարհին բախվել են 52-ամյա Անդրանիկի Հյունդային եւ 21-ամյա Կարենի Ուազը։ Վերջինի վրա բարձված ջրի տարաները հայտնվել են երթևեկելի գոտում։ Վարորդներից Անդրանիկը վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։ Վիրավորին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի առաջին վաշտի առաջին դասակի պարեկները։